Կոռուպցիան կանխելը դժվար գործ է համարում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պաշտոնակատարը։ Կանխարգելումը ավելի ծանր գործընթաց է, որը երկարաժամկետ է արդյունքները երևալու։ Մինչ իշխանությունը պնդում է, թե Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա, կոռուպցիոն երևույթները մանրադիտակի տակ պահող Transparency International հակակոռուպցիոն կենտրոնը ահազանգում է։ Բիզնեսն ու քաղաքականությունը սերտաճած են։ Կոռուպցիոն գործերով իշխանությանը մոտ կանգնած անձանցն առնչվող դեպքերը անտեսվում են։ Երբ որ չգիտես ինչու որպես կանոն դա հասկացում է որպես ելույթներում նշել, որ մենք չենք հանդուրժի կոռուպցիան, որ Հայաստանում կոռուպցիա չկա, Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա եւ այլ հայտարարություններ, մի կողմ թողնենք որքանով ճիշտ են այդ հայտարարությունները, բայց այդպիսի հայտարարություններ անելը եւ այսպես ասած մի կողմ քաշվելը կարծելով որ դա քաղաքական կամքի դրսևորում են, դա ուղղակի ծիծաղելի է։ Այս տարի պարզել են, որ 2024-ին 2023-ի համեմատ կոռուպցիայի դեմ պայքարում առաջընթաց չի գրանցվել։ Հայաստանի համաթիվը մնացել է անփոփոխ 47 միավոր։ 3-4 տարի ունենք լճացում։ Ինչ որ մակարդակի հասանք, ու ասեմ նաև, որ ընկալումը տարբեր, այսպես ասած, բաղադրիչներ ունի երևի սոցիոլոգները, հոգեբանները դա լավ կարող են ավելի բացատրել, նրանցից մեկը սպասելիքներն են, այսինքն 18-19 թվականներին կային նաև շատ լուրջ սպասելիքներ, որ այնինչ տեղի ունեցավ կբերի կոռուպցիայի նվազեցմանը։ Բիզնեսի ու քաղաքականության սերտաճման համար նախկիներին մի լավ քննադատած իշխանությունը հենց այդ ճամփով էլ շարժվում է, պնդում է Հոկտանյանը։ Ըստ նրա, խնդրահարույց են որոշումների ընդունման հատկապես կարևոր պաշտոններում նշանակումների ոչ թափանցիկ գործընթացները։ Սա նույնպես կոռուպցիայի պարարթող է։ Հովանավորչության մասին է ահազանգում կենտրոնը, այսպես ասած, տնտեսական զարգացման պատրվակով կասկածելի բիզնեսներ է հովանավորում պետությունը։ Շատ հաճախ լինում են այսպես կոչված խոսացված մրցույթներ, այսինքն երբ որ գիտեն այս տենդերը ես կշահեմ մյուսները այնպիսի գնային առաջարկներ են անում, որ սա արդեն գալիս է այսպես ասած մեր այս մտաուղեղից եւ ինչքան ուզում ես կարգավորումներ մտցրու, եթե կա ցանկություն դա անել եւ վերջապես ամենակարևորը երբ որ աշուձախ մենք տեսնում ենք շահերի բախում երբ որ այդ ընկերությունը որը ասենք տենդեր աշահել մեկանց չի տենդեր աշահել բայց դա փոխկապակցված է որոշակի պաշտոնատար անձի հետ 2026-ի ընտրական տարվա նախաշեմին Հոկտանյանը մտահոգիչ է համարում քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ բռնաճնշումները օրենքն ընտրողաբար է կիրառվում Մենք տեսնում ենք, որ եթե բոլոր ավտորիտար վարչակարգերի, այսպես ասած, մոտեցումը յուրայինի նկատմամբ օրենքի սոանցքները օգտագործել, իսկ հակառակորդների նկատմամբ օրենքի ողջ խստության։ Կոռուպցիայի դեմ պայքարը լճացել է ըստ Հոկտանյանի, փոխարենը ահագնացել է հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարը։ Երբ երկրում կան անվտանգային, սոցիալական ու տնտեսական լուրջ խնդիրներ, մասնագետի համար անհասկանալի են եկեղեցին, այսպես ասած բարենորոգելու Փաշինյանի գործողությունները։ Ես գիտեմ մի բան, որ մենք ունենք լրջագույն խնդիրներ, որոնց վրա ավելի լուրջ ուշադրություն պետք է դարձվի, քան թե ասենք եկեղեցու ներքին վիճակի։ Եվ ասել, որ այդտեղ ինչ-որ մի բան փոխելով կյանքը կլավանա, մենք բոլորս երջանիկ կլինենք, մենք բոլորս հոյակապ կապրենք, ես շատ հեռու եմ այդ մտքից։ Մոտ 3 տասնյակ հասարակական կազմակերպություններ հենց այսօր են վարչապետ Նիկոլ Փաշինյանից, նաև ազգային ժողովից պահանջել ձեռնպահ մնալ հայ առաքելական եկեղեցու ինքնավարությանը միջամտելուց, հակասահմանադրական անվանելով այդ քայլերը։ Կարնե Մանգասարյան, Միլենա Պողոսյան եւ Հարություն Մաթեւոսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։